հեծանվի վրա էի, մեքենայի դիմաց խփեց իմ այս մասերին մոտավորապես ոտքի, իսկ հետո հեծանվից կարելի ասել թռա եւ դեմքով ապակուն խփեցի, բայց խփելու մասը ես չեմ հիշում, որովհետեւ հենց արդեն շատ մոտիկ էր ապակին, վախից ուշաթափվեցի։ 12-ամյա Նարեկը մասամբ է հիշում, թե ինչ է կատարվել 2022 թվականի օգոստոսի 20-ին Պարոնյան Լեո խաչմերուկում։ Եղբոր հետ հեծանվով կանաչ լույսի տակ անցնելիս է եղել փողոցը։ Այս կողմից մեքենա եկավ։ Մեքենան հենց գալիս էր, նա սկսեց արագանալ, բայց ես հենց նայեցի իր վրա, մտածեցի դանդաղանում է, չհասկացա նորմալ։ Հենց տեսա գալիս է, որ մտածեցի դանդաղանում է, հանգիստ քշեցի, բայց հենց տեսա ավելի արագանում, ուզեցա ավելի արագ գնամ, որովհետև շատ մոտիկ էի, իսկ կանաչ լույսին հələ մոտ 5-4-3 վայրկյաններ կային։ Նարեկի խոսքով ինքը համարյա մայթին էր հասել, երբ մեքենան արագություն է հավաքել եւ հարվածել իրեն։ Հեծանիվից դիմացիակը մոտ այստեղ է եղել, ես արդեն համարյա հասնում եմ այստեղով անցնել, բայց հետո հասկացա, որ արդեն խփում եմ։ Դες հենց ինքը դուրս էր եկել, ես մոտ այնտեղ է եղել։ Մի քիչ արագություն տվեցի, ինքը արդեն եկավ խփեց։ Նարեկը, որ այդ ժամանակ 9 տարեկան էր, հարվածից եւ շոկից ուշագնաց է եղել։ Արթնացել է, երբ արդեն շտապօգնություն էր եկել։ Մորն է զանգահարել, խնդրել արագ իր մոտ գալ։ Զանգ եմ ստանում, որ Նարեկ Հովհաննիսյանի մայրիկն է, բնական է արդեն հասկանում ես, որ ինչ-որ բան են չի։ Ձեր տղային մեքենան խփել է, առաջին ռեակցիաս շոկային վախ, հարցնում եմ որտեղ է դեպքը եղել, ինչա պատահել երեխուն ու լսում եմ պատասխան, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք։ Այնինչ դեպքի վայր հասած Հերմինեն որդուն տեսնում է թույլ եւ գունատ, խնդրում է արագ հիվանդանոց հասցնել, սակայն շտապօգնության բժիշկը կրկին հանգստացնում է, որևէ լուրջ խնդիր չկա։ Հասանք հիվանդանոց, այնտեղ բժիշկը հարցրեց ցավող տեղը, ընդամենը 1 վայրկյան շոշափեց տեղը ու Նարեկը անջատվեց։ Ու ես կանգնած այդտեղ մենակ լսում եմ գոռոց, այդ պատգարակ վերակենդանացում, ինձ թվում էր մի հատ կինոյի մեջ եմ հայտնվել, այդտենց վիճակում էի։ Ժամեր շարունակ Նարեկի առողջական վիճակի մասին բժիշկները ոչինչ չեն հայտնել Հերմինեին, արդեն ավելի ուշ տվել են նախնական ախտորոշումը։ Ինձ ասում են, որ ծոծրակոսկրից մինչև վերին գանգափոս, գանգոսկրի փակ կոտրվածք, այսինքն պատրվածք չի եղել, արուն չի հոսել, դրա համար չեն հասկացել, մինչ օրս վարորդը չի հասկանում, որ լուրջ վնասվածք է հասցրել երեխուն, ուղեղի սալջարդ, մոտավոր կարծում եմ հասկանում ենք ինչից ենք խոսում ու ինչ հրաշքով է, որ երեխան չունի ոչ հենաշարժողական խնդիր, որովհետև սեղմվել է ուղեղը հարվածից, ոչ մտավոր, ոչ էլ խոսքի։ Հերմինեն սկզբում չի իմացել, թե ով է վրաերթի ենթարկել Նարեկին։ Մայրը պատմում է, 5 օր անց քննիչի միջոցով է գտել մեքենայի վարորդ 75-ամյա Գագիկ Սարգսյանին։ Կազմակերպում եմ, որ վարորդը գա, տեսնի ինձ, խնդրում են ինձ, որպեսզի իմ բարեկամներից ոչ ոք չլինի այնտեղ, ես դեմ եմ գնում բարեկամների ստելով, մենակ եմ ընդունում իրենց, հասկանալով, մտածելով, ասում եմ լավ, երևի վախենում են բախումից, երևի շոկի մեջ ա եղել դրա համար ա կորել, իմ վրա եմ վերցնում այդ ամեն ինչը, որովհետև մտածում եմ, եթե հեռու բոլորիցս ես երեխա հարված եմ, երևի հետ չեմ գա։ Հերմինեի խոսքով սկզբում վարորդը վերև չի եկել, հարազատներն են բարձրացել եւ ասել, որ վարորդն իրեն լավ չի զգում, կորցրել է խոսքի լիարժեքությունը, ուստի ինքը որոշել է իջնել եւ անձամբ խոսել մեքենայի վարորդի հետ։ Իջնում եմ ներքև, վարորդին գրկում եմ, խոսում եմ իր հետ, հոգեբանական աջակցություն եմ ցուցաբերում, երբ որ ես ինքս այդ վիճակում եի, ասում եմ ես որպես մայր ինձ հավաքել եմ, փառք Աստծո, երեխան ողջ է, ձեզ հավաքեք, եկեք հասկանանք ինչ ենք անում, վերջում պարզվում է, որ վարորդը իծն է, թե չգիտեմ ինչ հանգամանքներում երկար տարիներ է կակազում, ոչ թե դեպքից է եղել, դա իր առողջական խնդիրն է։ Ուղղակի օգտագործում էին այդ ամեն ինչը իմ խղճին ազդելու համար։
Հերմինեի պնդմամբ հետագայում իր այդ վերաբերմունքը դատարանում իր դեմ են օգտագործել։ Մտածել են, եթե ես այդպես եմ վերաբերվում վարորդին որպես մայր, ուրեմն երեխուն լուրջ բան չի եղել։ Նարեկի խոսքով իրեն այցելած վարորդն անգամ ներողություն չի խնդրել կատարվածի համար։ Վարորդը եկել էր, իսկ կոնստրուկտորը նվիրել էր ժամանակ, կոնստրուկտոր էր խաղում։ Իսկ ընդհանուր ինչ է խոսել, ինչ է ինքը քեզ ասել։ Հենց այդ կոնստրուկտորի մասին, ասում էր ֆուտբոլ էր ինքը խաղում, ոտքը ջարդել էր, ասում էր կոնստրուկտորին նվիրեք, իրան խնձորներ էին բերում, ոչ մի բան վթարի մասին չէր խոսում ինքը։ Որևէ բան չի խոսել, միայն այդ մի անգամն ես տեսել վարորդին։ Չէ, հետո դատարանում։ Ի վերջո Նարեկը 5 օր անց հիվանդանոցից դուրս է գրվել։ Հերմինեի խոսքով վարորդի ընտանիքը ստացիոնար ծախսերի համար 300,000 դրամ է տվել իրեն, որի վրա ավելացրել է նաև ինքը եւ փակել հիվանդանոցային ծախսերը։ Դուրսգրման ժամանակ արդեն նշվել է Նարեկի առողջական վիճակն ընդունվելիս եւ հետագա խնամքը։ Փակ գանգուղեղային վնասված, գլխուղեղի սալջար թեթև աստիճանի, ծոծրակոսկրի գծային կոտրված կանցումով հետին գանգափոս ՃՏՊ-ի պատճառով, այսինքն սա նաև տրված է թե ինչ ցուցումներ է, ինչ է ստացելու, ինչ պետք է արվի, նյարդաբանի հսկողություն ըստ բնակության վայրի, գլխուղեղի MRT 1 ամիս անց, ազատել ֆիզիկական մտավոր ծանրաբեռնվածությունից 2 ամիս, որը հետագայում դառել է 6 ամիս։ Երեխային պարբերաբար ստուգման տանելուն զուգահեռ 1.5 տարի նախաքննությունից հետո սկսվել է նաև դատական գործընթացը, որը տևել է ավելի քան 1 տարի։ Ինչպես առաջին օրերին, այնպես էլ դատարանում մեղադրյալի աթոռին հայտնված մեքենայի վարորդ Գագիկ Սարգսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Հիմնական իմ պաշտպանյալի հիմնավորումները կայանում են նրանում, որ նշում է, որ պնդում է, որ ինքը ոչ թե վրա երթի է ենթարկել կամ հարվածել է, այլ ամենայն հավանականությամբ իր համոզմամբ Նարեկ Հովհաննիսյանն է հեծանվով դիպել իր մեքենային։ Ձեր պաշտպանյալը իրեն լրիվ անմեղ է ճանաչում գործով։ Իմ պաշտպանյալը նշում է, որ ինքը չի հարվածել, հակառակը ինքը պնդում է, ասում է, ես արգելակել եմ, իմ արգելակած ժամանակ է հեծանվորդը կպել ինձ։ Factor TV-ի դիտարկմանը Նարեկ Հովհաննիսյանի ստացած ծանր վնասվածքները հնարավոր էր ստանալ միայն մեքենային դիպելու հետևանքով, պաշտպանը նշում է, հենց այս հանգամանքը պարզելու համար են իրենք մի քանի անգամ դիմել դատավոր Տիգրան Ոսկանյանին փորձաքննություն նշանակելու համար։ Տեսանյութում շատ, այսպես ասած, վատ երևում է միայն իրենց բախումը հեծանվի եւ ավտոմեքենայի, բայց թե հնարավոր է որ միաժամանակ տեսեք Գագիկ Սարգսյանն ասում է որ ես արգելակել եմ, տեսնելու պահին ես արգելակել եմ եւ հեծանվորդն է եկել ինձ վրա։ Հիմա դա արդեն դա այն հանգամանքն է, որ իրավաբաններից քննարկման հարցը չի, դա փորձաքննության հարց է։ Հենց այդ պատճառով էլ ես միջնորդել եմ նշանակել տեսաձայնագրային փորձաքննություն։ Շուրջ 1 տարի դատաքննությունից հետո դատավոր Ոսկանյանը փետրվարի 11-ին դատավճիռ է կայացնում, ըստ որի Գագիկ Սարգսյանը զրկվում է վարորդական իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ գույքային հայցը բավարարվում է մասնակի։ Սարգսյանից հօգուտ Հերմինե Համբարձումյանի որոշվում է բռնագանձել 400,000 դրամ։ Գնահատեցին այդ ամբողջ քաշած բժշկական ծախսերը ու 2 տարվա այս վիճակները ընդամենը 400,000 դրամ, այսինքն իմ երեխու առողջությունը գլխի հետ կապված արժեր 400,000 դրամ։ Ես խնդրել էի, որ զրկեին վարորդին, պահանջել էի, որպեսզի վարորդին զրկեն վարորդական իրավունքից, որովհետև մարդ, որը այդքան ապացույց տեսնելուց հետո ասում է ես մեղավոր չեմ, այսինքն կարա յուրաքանչյուր պահի նորից հարվածի մեկին, երեխա էլ չէ, մեկին, որևէ մեկին ու պատասխանատվությունից հետ կանգնի, ասի ես մեղավոր չեմ։ Դատավճիռը չի բավարարում կողմերից երկուսին էլ, սակայն Հերմինեն որոշում է չբողոքարկել դատական ակտը այդ ժամանակն ու գումարն ուղղելով որդու բուժմանը, սակայն նրա համար անակնկալ բողոք է ներկայացվում պաշտպանության կողմից, պահանջելով արդարացում։ Լիարժեք քննություն չի իրականացվել եւ անհիմն մերժվել է պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը։ Մասնավորապես դատա-ավտոտեխնիկական, դատա-տեսաձայնագրային եւ դատա-հետքաբանական փորձաքննություն է միջնորդել, որով հենց կհաստատվեր Գագիկ Սարգսյանի անմեղությունը։ Սակայն դատարանը մերժել է, հետեւաբար ես նույն միջնորդություն իդեպ վերաքննիչ դատարանում եմ արել։ Խնդրել եմ վերաքննիչ դատարանը եւս քննարկի նշված միջնորդությունը եւ նշանակվելու դեպքում մենք համոզված ենք, որ կհաստատվի իր անմեղությունը։
Թե ինչ կորոշի այս անգամ արդեն վերաքննիչ քրեական դատարանը պարզ կդառնա ամիսներ անց։ Իսկ այս նույն ընթացքում Նարեկի մոտ վթարից առաջացած խնդիրները շարունակում են պատշաճ բուժում պահանջել։ Ինքը հիմա ունի հետ տրավմատիկ, այդ դեպքից հետ տրավմատիկ, ինչ եմ շեշտում, որտեվ նույնիսկ դատարանում այդ հետ տրավմատիկը շատ դժվար էր ընկալել, ինչա նշանակում։ Հեմատոմայից առաջացած 2 կիստա ուղեղի վրա, կիստոզներ եւ ճակատոսկրի դեֆորմացիա սեղմումով դեպի ուղեղ, գլյուկո դեֆորմացիա, որը ինձ ասում են բժիշկը վերջին անգամ ասաց, այդքան է լավ բան չի, շատ միան, այսինքն ես այդ ապրումների միջով մինչև հիմա անցնում եմ։ 12-ամյա Նարեկը հիմա փորձում է լրացնել 6 ամիսների ընթացքում բաց թողած դասերը, քանի որ բժիշկներն արգելել էին ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունը։ Մինչև հիմա էլ տղային արգելված է սպորտով զբաղվել եւ վարել իր սիրելի հեծանիվը։